10 տարուց ավել է մենք աշխատում ենք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ առաջարկելու, դրանք փորձարկելու եւ կյանք կոչելու ուղղությամբ մեր հատուկ ուշադրության ոլորտն է անվտանգությունը եւ կարծում եմ մենք գործուն ներդրում ենք ունեցել Հայաստանի անվտանգության աշխատանքներում։ 2025 թվականը բացառություն չի եղել մեր գործունեության տեսանկյունից եւ մենք այս տարի հատուկ ուշադրություն ենք դարձրել համապարփակ անվտանգությանը նվիրված հետազոտություններին, բացի այդ մենք աջակցել ենք ռազմամարզական կառույցներին եւ ազատազեն աջակցել ենք թվանք ռազմախանութի բացմանը, զարգում զարգացրել ենք ենթակառույցները եւ Արշակունի ռազմամարզական կառույցի հետ աշխատել ենք իրենց կառավարման, ընդհանուր առմամբ զարգացման աշխատանքներում։ Ազատազենը ստեղծել ենք պատերազմից հետո, որ զենքի մշակույթը բերենք Հայաստան ու դրանով ամրապնդենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Արարի հետ համագործակցում ենք ազատազենի սկսելուց կարելի է ասել զուգահեռ տարբեր կրթական պրոյեկտներ ենք միասին արել։ Վերջի քննարկման ժամանակ Արարին առաջարկեցինք, որ ոչ թե հովանավորեն ինչ-որ պրոյեկտ, այլ օգնեն ստեղծեն գործիք, որով մենք կհովանավորենք մեր պրոյեկտները ու հենց այդ գործիքի մեջ իրար հետ կանգնացենք ազատազենի ռազմախանութում ենք հիմա։ Ռազմախանութի նպատակը մեր հայրենակիցներին գրագետ զինելն է, ոչ թե զենք զինամթերք վաճառելը։ Ազատազենի հրաձգանի տարածքի խանութը մեկ ամիս չկա որ բաց է, բայց արդեն հարյուրավոր հայրենակիցներ գնել են փամփուշտ կամ աքսեսուարներ, իսկ տասնյակ մարդիկ արդեն գնել են զենք ու այդ զենքով գալի մարզողում։ Ազատազենը մենք պատերազմից հետո բացել ենք որպես հանրային հրաձգարան ու եթե հայ մարդը ունեցել է այդ գիտակցությունը, որ զինվի, ինքը կարողանում է գալ այստեղ ու մարզվել, օգտվել ազատազենի ենթակառուցվածքներից անվճար։ Արշակունի ռազմամարզական կազմակերպությունը հիմնվել է 2021 թվականին 44-օրյա պատերազմից հետո Արշակունու առաքելությունն է ժամանակակից մարդ, ժամանակակից տեխնիկա, նոր մոտեցումներ, նոր գիտելիք, հասարակությանը հիմնականը պետք է կրթենք որպես մերօրյա մարտահրավերներին պատրաստ հասարակություն, որը կդառնա համապարփակ պաշտպանության մի մաս։ Արար հիմնադրամի հետ աշխատում ենք արդեն մի քանի տարի, բայց կոնկրետ համագործակցությունը, որ ավելի մեծ թափ է առել, լաբորատորիայի հիմնումից ենք սկսում, կոնկրետ ամբողջ հույքը, ինչը որ մեզ անհրաժեշտ է եղել, լաբորատորիայի, Արար հիմնադրամի ուժերով է եղել, նախագծումը, թիմի վերապատրաստումը եւս Արար հիմնադրամի ուժերով է եղել, որից հետո արդեն ներկայացրեցինք հիմնական ուղղությունները, թե Արշակունին ինչ գործունեություն է ծավալում, ծախսային մասը, անհրաժեշտ նյութատեխնիկական, թե դրամային, թե ընդհանուր ծախսերը, որի մի մասը Արար հիմնադրամը վերցրել է իր վրա, անընդհատությունը ապահովելով։ Այս պահի դրությամբ 25 թվին մենք ունեցել ենք 2100 մասնակից։ Զարկը հիմնադրվել է 2021 թվականից սկսած եւ իր արդեն իսկ գործունեության 4 տարվա ընթացքում կարող ենք 2025-ը զատորոշել իր բոլոր անկյունակարային ձեռքբերումներով, որովհետեւ այս տարի ավելացվել է մեր մարզչական կազմը շուրջ 4 մարզիչով։ Այս տարի նաեւ ավելացել են մեր ենթակառուցվածքները։ Այս տարի սաների թիվը ավելացել է մոտավորապես 350-ով, այս պահին արդեն ունենք ակտիվ շահառու 600 սան, Զարկը կրթում է ապագայի համար առաջնորդներ, այսինքն հոգով եւ մարմնով ուժեղ սերունդ։ Զարկի հիմնադրման օրվանից մենք ճամբարային հավաքների եւ այլ մարզական դասընթացներ անելու նպատակով ունեցել ենք մշտապես ենթակառուցվածքների օգտագործման անհրաժեշտություն, նպատակ ունենալով ունենալ մերը համագործակցել ենք Արար հիմնադրամի հետ նաև ի թիվս այլ կառույցների եւ կարող եմ ասել, որ Արար հիմնադրամը ենթակառուցվածքների առումով
կատարած իր աջակցությամբ խմորել է Զարկի ճամբարային ավանի կառուցման process-ը։ Վերջին 2 տարվա ընթացքում Արարը սիստեմատիկ աջակցել է ենթակառուցվածքների բարելավմանը եւ իր մասնակցությունն է ունեցել մեր Զարկ էկոճամբարի ճաշարանային հատվածի եւ այլ կոմունիկացիոն եւ բուժկետի եւ մնացած կառույցների կառուցման աշխատանքներին։ Այս տարի նաև իրականացրել ենք սոցիոլոգիական հետազոտություններ, դրանք մեզ թույլ են տալի հասկանալ հասարակության խնդիրները, ինչն է մարդկանց անհանգստացնում, որ ուղղություններն են ավելի կարևոր հետագա հետազոտությունների եւ լուծումներ առաջարկելու համար։ Եվ դրանից ելնելով մենք պլանավորում ենք մեր հետագա աշխատանքները։ 2023 թվականի Արցախի բռնի տեղահանումից էթնիկ զտումից հետո մենք ուզեցանք հասկանալ, թե հասարակությունը ինչպիսի ընկալումներ ունի ոչ միայն Արցախի տեղահանման եւ Արցախը հետ բերելու, այլ նաեւ Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները, ապագայի տեսլականը որոշակիացնելու տեսանկյունից եւ որոշեցինք սոցիոլոգիական հետազոտությունների միջոցով դուրս բերել հանրային ընկալումները եւ հասկանալ, թե հասարակությունը ինչպիսի պատկերացումներ, ակնկալիքներ եւ տեսլական ունի Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ շուրջ 2 տարի շարունակ, մոտավորապես երամսյակը 1 իրականացնում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որի միջոցով դուրս ենք բերում Հայաստանի հանրային հիմնախնդիրները մի շարք հարցերի վերաբերյալ։ 2025 թվականի ընթացքում իրականացրել ենք 6 սոցիոլոգիական հարցումներ, որոնցից 4-ը հիմնական երամսյակային հարցումներ են եղել, իսկ 2-ը հարակից այլ թեմաներով սոցհարցումներ։ Շուրջ 2 տարի շարունակ մեր հիմնական հարցն է արդյոք Արցախի կորուստա ժամանակավոր է եւ պետք է ուժեղանալ եւ հետ բերել կորցրածը եւ արդեն 2 տարի շարունակ այդ հարցի պատասխանը մեծամասամբ դրական է եւ վերջին հետազոտությամբ 98.5%-ը նշում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է ուժեղանանք եւ հետ բերենք կորցրածը։ 2024 թվականին Արար հիմնադրամը համապարփակ անվտանգության հետազոտության մրցույթ հայտարարեց, որին հաղթեցին 2 հետազոտողներ՝ Գևորգ Մելիքյանը եւ Էդուարդ Աբրամյանը, եւ հետազոտության շրջանակում իրականացվեց մի շարք ուսումնասիրություններ, այդ թվում նաեւ գործողում Իսրայել որպես փոքր պետություն եւ անվտանգային մարտահրավերներ ուսումնասիրվեցին եւ լուծումները, որի արդյունքում հրապարակվեց գիրք, որտեղ ներկայացված են Հայաստանի հեռանկարները փոփոխվող աշխարհում որպես փոքր երկիր, ինչպիսի հնարավորություններ ունենք անվտանգությունը ուժեղացնելու եւ ինչպիսի հնարավորություն ունենք դիմագրավելու սպառնալիքներին։ Հետազոտության արդյունքում Նյումեգի հետ համատեղ հրատարակվեց գիրքը, գրքի մասին եղավ պրեզենտացիա, շնորհանդես ու նաեւ գրքի վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել մի շարք մասնագիտական խմբերի հետ։ 25 թվականին շատ հետազոտություններ իրականացվեցին եւ դրանցից մեկը Արար հիմնադրամի հետ միասին սկսեցին։ Այն նվիրված է բնականաբար անվտանգությանը, ինչպես շատ հետազոտություններ, որովհետեւ անվտանգությունը հիմնական խնդիրն է այսօր։ Հանրային արժեքը շատ մեծ է, այն իմաստով, որ սա առաջի այդպիսի հետազոտությունն է Հայաստանում եւ հետազոտության արդյունքները պետք է կոնկրետ կիրառական լինեն։ Բնականաբար մեկ հետազոտությամբ չէ, որ պետությունը եւ հասարակությունը պաշտպանված են դառնում, սակայն մենք իսկապես ունենք բազում խնդիրներ եւ չքաղված, չսովորեցված դասեր, որոնք պիտի սովորեինք եւ այդ դասերի սովորելն ու դրանցից օգուտ եւ երջանկումներ անելն է, որ այս պրոյեկտի ստեյության նպատակներից է։ 2026 թվականին Արար հիմնադրամը շարունակելու է իր հետազոտությունները դիրված համապարփակ անվտանգությանը եւ հավանաբար մեր հիմնական ուղղությունը լինելու է արդեն ռազմականը։ Բացի այդ, մենք շարունակելու ենք մեր աջակցությունը ռազմամարզական կառույցներին եւ համարում ենք, որ այդ ներդրումը իրոք կարևոր է այդ կառույցների համար եւ ընդհանուր առմամբ ոլորտի զարգացման համար եւ նաեւ շարունակելու ենք մեր սոցիոլոգիական հետազոտությունները։ Ինչ ենք մենք կարևորում համապարփակ անվտանգությունը որպես կոնցեպտ, որտեղ հայրենիքի անվտանգությունը եւ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս գործն է։